նախաձեռնություններն իսկտես շարունակենք այս ֆորմատով։ Ցենց ասեմ, նիստը տեսաձայնագրվելու է, պարզապես ուղ եթեր չգնալու, նիստից անմիջապես հետո կտեղադրվի Պարոն Գաբրելյան, խնդրեմ զեկուցեք նիստի մասնակից ավականների վերաբերյալ։ Բարև ձեզ։ Բայց ձայնդ միացված է հիմա։ Հա։ Հարգարժան համայնքի ղեկավար, հարգելի ավականիներ, Մաս համայնքի ավականով 2026 թվականի հունիսի 16-ի հերթական նիստը իրավազոր է, 27 ավականիներից նիստի մասնակցում են 15 ավականի, հարգարժան համայնքի ղեկավար հետագայում կարող ենք հաստատել օրակարգը ավականիների կողմից համաձայնություն տված 41 հարցերով եւ անցնել մյուս հարցերի քննարկմանը։ Շնորհակալություն, քվեարկություն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավականու 26 թվականի հունիսի 16-ի հերթական նիստի օրակարգ հաստատելու մասին, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ ձեռնպաչ ունենք, օրակարգը հաստատված է։ Օրակարգի հաջորդ հարց Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավականու 25 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 381N որոշմանը կից առաջին, երկրորդ եւ 4-րդ հավելվածներում փոփոխություն կատարելու մասին զեկուցող Արմինե Կոստանյան։ Հարգելի ավականի, ձեր քննարկմանը ներկայացնում Մասիս համայնքի 2026 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին որոշման ընդունման հիմնավորումը։ 2026 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխել է եկամտային եւ ծախսային մասերում առաջացած որոշակի խնդիրների կարգավորում տալուց։ Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 27-ի 356L որոշման բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում աշնանացան ցորենի ցանքի իրականացման համար համայնքը կառավարությունը համայնքին է տրամադրել 4.851.375 դրամ, որից 4.710.073 դրամը աշնանացան ցորենի ցանկ իրականացրած շահառուներին թվով 17 շահառուի վճարելու համար է, իսկ 141.302 դրամը համայնքին մոնիթորինգ իրականացնելու համար։ Վերոնշյալ գումարն անհրաժեշտ է ներառել բյուջեի եկամտային մասում եւ ծախսային մասում ուղղել համապատասխան ծախսային ծրագրին։ Ծախսային մասի փոփոխությունը հետեւյալում է. վառելիքային նյութերի ձեռքբերման համար անհրաժեշտ է բյուջեում նախատեսել 5.900.000 դրամ։ Համայնքում գարնանն իրականացվել է ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ, սակայն հորդառատ անձրևների պատճառով կրկին անգամ որոշակի հատվածներում անհրաժեշտություն է առաջացել թարմացնելու փոսային նորոգումը, որի համար անհրաժեշտ է 3.900.000 դրամ։ Համայնքապետարան դիմաց մի շարք շնորհալի մարզիկների մասնակցությունը տարբեր առաջնություններում ապահովելու համար անհրաժեշտ է բյուջեում նախատեսել 1.500.000 դրամ։ 2026 թվականի ապրիլի 16-ի Մասիս համայնքի ավականու թիվ 82, 83 եւ 84 որոշումներով պայմանավորված անհրաժեշտ է բյուջեի նախադպրոցական ուսումնական հաստատություններին տրամադրվող սուբսիդիայի չափն ավելացնել 28.500.000 դրամով, արտադպրոցական ուսումնական հաստատությունների սուբսիդիան 26 միլիոն դրամով եւ կենտրոնական գրադարան Հողագին հատկացվող սուբսիդիան 7 միլիոն դրամով։ Ավականու որոշումները վերաբերում էին հաստիկների դրույքաչափերի փոփոխությանը, բարձրացմանը։ Համայնքի բազմաբնակարան շենքերի բակերում այգիներում բնակիչների հանգիստն ապահովելու համար անհրաժեշտ է տեղադրել նստարաններ, որի համար բյուջեում անհրաժեշտ է նախատեսել 8 միլիոն դրամ։ 2025 թվականին համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվող ոռոգման համակարգի աշխատանքներում, համակարգի նորոգման աշխատանքներում անհրաժեշտություն է առաջացել որոշակի լրացուցիչ ծավալների, որի համար 4.380.000 դրամ է անհրաժեշտ նախատեսել բյուջեում։
GIZ համայնքապետարան համատեղ համագործակցության շրջանակներում ներկայումս Մասիս համայնքի 3-րդ թաղամաս 4/10 շենքի բակում իրականացվում է մարզահրապարակ պուրակի կառուցում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 47,266,800 դրամ, որից GIZ-ի ֆինանսավորումը 22 միլիոն դրամ է, մնացածը համայնքի կողմից անհրաժեշտ է համայնքի ներդրումը։ Եվ 2027-28 թվականներին համայնքում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել նախագծանախահաշվային աշխատանքների փաթեթներ պարզ փորձաքննությամբ։ Դրանք են Մասիս համայնքի բնակավայրերի փողոցների նորոգման ասֆալտապատման աշխատանքների նախագիծ պարզ փորձաքննությամբ 25 միլիոն 640 հազար դրամ, Մասիս քաղաքի եւ բնակավայրերի նորոգման ասֆալտապատման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթ պարզ փորձաքննությամբ 13 միլիոն 540 հազար դրամ եւ Մասիս համայնքում խմելու ջրագծերի կառուցման նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթ 980 հազար դրամ։ Տեղեկանքում նշված են ավելացումները եւ նվազեցումները եւ բյուջեի փոփոխությունների արդյունքում բյուջեի վարչական մասի եկամուտները եւ ծախսերը կավելանան 4 միլիոն 851,375 դրամով։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով եւ նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի 3-րդ կետով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2025 թվականի դեկտեմբերի 23-ի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին թիվ 381 M որոշման հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ։ Շնորհակալություն, հարցեր ունենք զեկուցողին։ Եթե հարցեր չունենք, քվեարկություն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավականու 25 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 381 M որոշմանը կից առաջին, երկրորդ, երրորդ եւ չորրորդ հավելվածներում փոփոխություն կատարելու մասին ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ ձեռնպահ չունենք, որոշումն ընդունված է։ Օրակարգի հաջորդ հարցը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի կողմից 26 թվականի մայիսի 1-ից մինչև 31-ը ընկած ժամանակահատվածում ձեռք բերված հիմնական միջոցների հաշվառման փաստաթղթերում հաշվառում եւ վերաբաշխում հաստատելու մասին զեկուցող Արմինե Կոստանյան։ 2026 թվականի մայիսի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Մասիս համայնքի բյուջեի ֆոնդային մասի միջոցների հաշվին ընդհանուր գույքերը, որ ձեռք են բերվել, կազմել է 17 միլիոն 653,404 դրամ, որից 12 միլիոն դրամը դա GIZ-ի հովանավորությամբ ձեռք բերված գույքերն են, խոսքը վերաբերում է համայնքապետարան GIZ մեկ այլ ծրագրի իրականացմանը, որով իրականացվում է 3 գյուղերում ՏՏ կենտրոնների հիմնանորոգումը սենյակի համայնքապետարանի կողմից, իսկ գույքի տրամադրումը արդեն GIZ-ն է ապահովում, 12 միլիոն դրամ GIZ-ը հատկացրել է գույքի ձեռքբերմանը, իսկ մնացած 5 միլիոն 653 հազարը արդեն համայնքի միջոցներով ձեռք բերված գույքերն են։ Գույքերի ցանկը կցված է, մանրամասն այնտեղ գրված է, որ գույքը որտեղ է գտնվում։ Եվ ձեռք բերված ընդհանուր 17 միլիոն 653,404 դրամ արժեքով գույքերը հանձնվել են Մասի համայնքապետարան կառավարչական հիմնարկին սեփականության իրավունքով։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով եւ հիմք ընդունելով զեկույցը առաջարկվում է հաստատել 2026 թվականի մայիսի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ձեռք բերված հիմնական միջոցների հաշվառումը եւ բաշխումը գույքային հաշվառման փաստաթղթերում համաձայն հավելված 1-ի։ Հարցեր զեկուցողին, եթե չունենք քվեարկություն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի կողմից 26 թվականի մայիսի 1-ից մինչև 31 ընկած ժամանակահատվածում ձեռք բերված հիմնական միջոցների հաշվառման փաստաթղթերում հաշվառում եւ վերաբաշխում հաստատելու մասին ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ ձեռնպահ չունենք, որոշումն ընդունված է։ Շնորհակալություն Տիկին Կոստանյան։ Օրակարգի հաջորդ հարցը
Armsend սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից երկրաբանահետազոտական հետախուզական աշխատանքներ կատարելու համար նախնական համաձայնություն տրամադրելու մասին զեկուցող Կարեն Թադևոսյան։ Մասի սահմանքի հարգարժան ղեկավար Հարգելի Ավագանի, ձեր քննարկմանը ներկայացնում Armsend սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու համար նախնական համաձայնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը։ Armsend սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Մասի սահմանքի նորամարկ բնակավայրի վարչական տարածքում ցանկանում է իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ ավազի արկայություն հայտնաբերելու համար, հաստատելու համար եւ եթե այդ պաշարները հաստատվեն կառավարության կողմից տրվի համապատասխան որոշում, նորից դիմեն մեզ, որպեսզի թույլ տանք իրականացնեն ավազի արդյունահանում։ Այս փուլում իրանք ընդհանրապես պետք է կատարեն երկրաբանահետախուզական աշխատանքներ ավազի պարունակությունը հաստատելու նպատակով։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով եւ 16-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվում է տրամադրել նախնական համաձայնություն Armsend սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Մասի սահմանքի նորամարկ բնակավայրի տարածքում նախատեսվող երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու համար։ Հարցեր զեկուցողին լսում եմ պարոն Թադևոսյան։ Իսկ այդ տարածքը ո՞ր մասում է գտնվում նորամարգի։ Նորամարգի ու Ռանչպար գյուղի այդ հատվածում են անբնակ տարածքն է։ Այսինքն որ ավազը բարձրված մեքենան դուրս եկավ նորամարգի ճանապարհը դուրս գալի գյուղամիջան։ Դուրս է գալու միանգամից այդ Խաշմերուկի հատված։ Նորամարգի ու Ռանչպարի Խաշմերուկի հատվածը Սիսի հատված։ Դաշտի մեջ։ Իսկ գիտեմ էդի ոնց որ Շորակյանցի ճանապարհի վրա է։ Իսկ դες որ դուրս եկավ ֆիզիկապես իսկական։ Այդ հատվածն է, ես գիտեմ որ Նորամարգը։ Չեմ անում ամենայն դեպս նորամարգը 1000 տարիներ չունեցել ճանապարհ, վերջապես նորմալ։ Չէ, Նորամարգ այդ հարցը հանրային լսման, ասեք։ Ճիշտ չէ, էլի դե ավազի հանքը։ Եթե ճանապարհով է դուրս գալու, ասեմ, ուրեմն հանրային լսման ժամանակ ես այդ հարցերին շատ խիստ անդրադառնում եմ։ Նորամարգ գյուղի ճանապարհ դուրս չեն գալու, դուրս է գալու միանգամից նախկին Զորամարգ, այդ Խաշմերուկի հատվածն է դուրս գալու, այնտեղ պայմաններ կա, հիմա արդեն օրենքով էլ է կարգավորում, կառավարության որոշումներ կան, որ պարտադիր պետք է լվացման աշխատանքներ կատարվեն մեքենաների անվադողերի, փոշու ցեխի արտահոսքը դեպի ճանապարհ բացառելու համար։ Կոնկրետ Նորամարգ գյուղի մեջ դուրս չի գալու այդ ճանապարհը հանրային լսման ժամանակ ես անդրադարձել եմ այդ հարցին, դուրս է գալու միանգամից այդ Խաշմերուկի հատվածը։ Այլ հարցեր։ շնորհակալություն։ Եթե հարցեր չունենք քննարկություն, Armsend սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու համար նախնական համաձայնություն տրամադրելու մասին ովքեր են կողմ։ Դավիթ Համբարձումյան Դաշինք խմբակցությունը կողմ, ովքեր են դեմ, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ։ Որոշումն ընդունված է, թե չէ, պարոն Զաֆրյան, դա էլ նայեք։ Որոշումն ընդունված է, շնորհակալություն, օրակարգի հաջորդ հարցը։ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 25 թվականի դեկտեմբերի 9-ի 333-ա որոշման համեմատում փոփոխություն կատարելու մասին զեկուցող Լիլիթ Ֆրանգուլյան։ Հարգելի պարոն Հակոբյան, ավագանու անդամներ եւ ներկաներ։ Ձեր ուշադրությանն է ներկայացում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 9-ի 333-ա որոշման հավելվածում փոփոխություն կատարելու մասին որոշումը։ Հավելեմ, որ տվյալ որոշումը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի վարչատրության չափը եւ համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հասիկացակը եւ պաշտոնային դրույքաչափերը որոշելու մասին հավելվածին փոփոխությունը կատարվում է օրենքի պահանջով, քանի որ 2026 թվականի հունվարի 1-ից այլևս
քաղաքացիական կայության ակտերի գրանցման գործառույթներ իրականացնող աշխատակիցներ համայնքապետարանում չպետք է ներառված լինեն, քանի որ օրենքի պահանջով նման աշխատակիցները այլևս ներառվել են արտադրության կազմում, ուստի առաջարկում է հաստիքացուցակի համայնքային ծառայողներ հատվածում 6-րդ եւ 7-րդ տողերում գրված ԿԿԱ բառերը հանել հավելվածից։ Շնորհակալ եմ հարցեր զեկուցողին։ Եթե չունենք քվեարկություն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավականու 25 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 333 ավ որոշման հավելվածում փոփոխություն կատարելու մասին ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ ձեռնպատ չունենք, որոշումը ընդունված է, շնորհակալություն։ Օրակարգի հաջորդ հարց սպորտային նպաստ հատկացնելու մասին զեկուցող Տիգրան Բաբախանյան։ Հարգելի ավականի, հարգարժան համայնքի ղեկավար, այսօր դիմում եմ էլի սպորտսմենների, որոշ մեր սպորտսմենների գումար հատկացնելու տարբեր միջազգային մրցաշարերի մասնակցության համար սպորտային նպաստ հատկացնելու մասին, ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով հիմք ընդունելով Մասիս համայնքի ղեկավարի առաջարկը եւ Մասի համայնքապետարանի աշխատակազմի կրթության Սպորտի մշակույթի երիտասարդության առողջապահության բաժնի պետի պարտականությունները կատարողի 0805-26 թվականի թիվ 5612 եւ Մասի կրթության սպորտի մշակույթի երիտասարդության առողջապահության բաժնի պետի 0406-26 թվականի թիվ 6986, 5793, 6990, 6957 զեկուցագրերը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավականին որոշում է թույլատրել հանգստի եւ սպորտի ծառայություններ, գործարանական դասակարգման սպորտային նպաստներ տնտեսագիտական հոդվածում նախատեսված միջոցներից։ Մասիս համայնքի բնակիչ Մարզիկ Արսեն Հարությունյանին հարկացնել 2 միլիոն դրամ ուսումնամարզական անհրաժեշտ ծախսերը ապահովելու համար, բժշկական, ֆիզիոթերապևտիկ միջամտություններ, դեղորայք, վիտամիններ եւ սպորտային հավելումներ, դիետոլոգների եւ մասնագետների խորհրդատվության համար։ Մասիս համայնքի բնակիչներ մարզիկներ Հարություն Դերմենջյանին, Արեն Բաղդասարյանին, Հայկ Էլարյանին, Մարի Խաչատրյանին եւ մարզիչ Թովմաս Հովանիսյանին հատկացնել 300,000 դրամ, ընդհանուրին իրար է 300,000 դրամ։ Հունիսի 1-ից 10-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում անցկացող միջազգային մրցաշարի մասնակցության համար։ Մասիս համայնքում գործող Մուայթայ ֆեդերացիայի մարզիկ Գոր Գալստյանին հատկացնել 200,000 դրամ հունիսի 16-ից 22-ը Մալայզիայում անցկացող Մուայթայի աշխարհի առաջնության մասնակցության համար Մասիս համայնքի բնակիչ մարզուհի Լինա Նազարյանին հատկացնել 300,000 դրամ հունիսի 28-ից մինչև հուլիսի 4-ը Իտալիայի Աբրուցո քաղաքում կայանալիք մարմնամարզության միջազգային մրցաշարին մասնակցելու համար Մասիս համայնքի բնակիչ մարզիկ Վլադիմիր Թարանյանին հատկացնել 300,000 դրամ հուլիսի 4-ից 14-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում աշխարհի գավաթի խաղարկության մասնակցելու համար։ Որոշումն ուժի մեջ է մտնում որոշումն ընդունելու հաջորդող օրվանից։ Հարցեր զեկուցողին, լսում եմ ձեզ Տիկին Անուշ։ Այդ սպորտային նպաստները սպորտսմենների դիմումների համաձայն են հատկացվում։ Ինչպես նպաստները, որ ուզում ենք հատկացնենք, սպորտսմենները դիմում են ներկայացնում համայնքապետարան, ըստ դիմումի։ Իհարկե, հրավերքով ամեն ինչով էլ ինչ որ տեղեկատվություն կա։ Ասենք օրինակ, այստեղ մեր Արսեն Հարությունյանին, բնականաբար Եվրոպայի փոխ-չեմպիոն, մեծ ներդրում ունեցած մարդը 2 միլիոն դրամ դրա համար Ինքը 4 միլիոն էր ուզել ճիշտն ասած, ընդհանուր իր ծախսերը ուսումնամարզական հավաքները բավականին շատ թանկ ծախսատար նման սպորտսմենի համար ծախսատար են իրանք 4 միլիոն էր խնդրել, բայց կարողանում ենք այս բան 2 միլիոն հատկացնել։ Այստեղ նաև գրված է ֆիզիկական, բժշկական, ֆիզիոթերապևտիկ, դեղորայք, վիտամիններ, ասենք այն մնացած օգնությունները, որ ենթադրենք արվում է ապտեկայի հետ, ենթադրենք պայմանագիրակապվում, փոխանցում արվի, իրենց հնարավոր չէ այդպեսով, ասենք ոչ թե գումարը տրամադրվի, այլ ծառայությունները, որ կազմակերպությունում անցնելու է, այդ ծառայությանը վճարի գումարը համայնքապետարանը, ինքը գնա ֆիզիոթերապևտիկ, ասենք, ինչ-որ միջոցառումների կամ հավելումներ գնի իր համար
դեղորայք բան, այդպես։ Հարցին ես կպատասխանեմ, շնորհակալ եմ հարցադրման համար, իրականում տեխնիկապես հնարավոր չի, որովհետև Արսեն Հարությունյան այն մարզիկը չի արդեն, որ ինչ-որ կոնկրետ մի տեղից է իր պարապմունքները կամ խորհրդատվությունը կամ բժշկական խորհրդատվությունը տրամադրվում, այս տարի 2 կամ 3 անգամ դիմել էր չենք մերժել, բայց ավականու հարցադրում չէինք արել, որովհետև այլ երեխաներին էինք օգնում։ Հավատացնում եմ ձեզ, որ սա շատ քիչ գումար է նման կարգի աշխարհ։ Եվրոպայի քառակի կամ հնգակի չեմպիոն է։ Փող չեմպիոն չի, այս տարի է դարձել փող չեմպիոն, բայց քառակի կամ հնգակի չեմպիոն է եւ առհասարակ փորձում ենք դոնոր ճարել, որ իր անունով Մասիս համայնքում սպորտ դպրոց կառուցենք եւ կարծում եմ այս գումարը, որ տրամադրում ենք Արսենին, իրականում իր կարգի սպորտսմենի շատ քիչ գումար է, էլի։ Անգամ հնարավոր որ նեղացնում ենք իրան այս գումարով, հավատացնում եմ ձեզ։ Եվ այդ Իրենց հավաքները ծախսերը կազմում են միայն սննդակարգը, կարծեմ, որ ինքը մնա իր ֆորմի մեջ, կարծեմ, կազմում է 800-ից 900 000 դրամ։ Մենք Արսենին տեսնում ենք Facebook-յան հարթակում, որ տենց ինքը ոչ մի բանի խնդիր չունի, բայց այդքան էլ տենց չի էլի։ Իրականում այդքան էլ տենց չի ու վստահեցնում եմ ձեզ, եթե դրա կարիքը չունենար, եթե դրա սպորտսմենը ես հպարտանում եմ դրանով, ինչու կարա աշխարհի այդ պետության սպորտսմենը ինչ-որ նկարահանվի, մեր հետ չէ, թող ավելի շատ նկարահանվեն, թող շատ sense մարզիկներ ունենանք ու գնան առաջ։ Իրականում, չգիտեմ, դուք եք որոշողը, բայց կարծում եմ, որ ինքը ավելին արժանի եւ դա աստված մի օր օլիմպիադայի չեմպիոն դառնա։ Հետո այդ հիմնական հավաքները Հայաստանից դուրս են լինում, պարոն Հակոբյան, ու Բացի դրսի բանի հետ է կապված էլի, այդ պարապում շատ հա ոչ ամբողջությամբ է էլի, պարոն Թադևոսյան, կանխը ձերն է, չգիտեմ նայ։ Շնորհակալություն։ այլ հարցեր։ Եթե այլ հարցեր չունենք, քվեարկություն սպորտային նպաստ հատկացնելու մասին, ովքեր են կողմ, Դավիթ Համբարձումյան դաշինքը, Արսենը Հարությունյանը եւ Գևանուշը, ովքեր են դեմ, ձեռնպա, մյուս քաղաքացիական պայմանագիր կուսակցության դաշին խմբակցության մյուս անդամները ձեռնպա։ Որոշումն ընդունված է, օրակարգի հաջորդ հարց։ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավականու 26 թվականի փետրվարի 11-ի թիվ 31 կան որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին զեկուցող Արմինա Մելոյան։ Հարգարժան պարոն Հակոբյան, հարգելի ավականու անդամներ, ներկայացնեմ հարցը։ Ղեկավարվելով նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավականին որոշում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավականու 2026 թվականի փետրվարի 11-ի 31 որոշման վերնագրում գրառված Օքսանա Ալբերտի Այդինյանին բառերը փոխարինել Օքսանա Ալբերտի Սաքունցին եւ առաջին կետում գրառված Օքսանա Ալբերտի Այդինյանի բառերը փոխարինել Օքսանա Ալբերտի Սաքունցի բառերով։ Նախորդ որոշման մեջ սեփականության վկայականում սկզբում գրված է եղել իր առաջի ազգանունը, բայց հետո փոխել են սեփականության վկայականը համաձայն անձնագրի, այդ փոփոխությունը ներառվենք նաեւ Հարցեր զեկուցողին, եթե հարցեր չունեն, քվեարկություն։ Քվեարկություն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավականու 26 թվականի փետրվարի 11-ի թիվ 31 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ ձեռնպահ չունենք, որոշումն ընդունված է։ Օրակարգի հաջորդ հարց Անահիտ Գումեգինի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատական եւ գործառնական շրջանցությունը փոխելու մասին զեկուցող Արմինա Մելոյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ 16-րդ մասերով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-ին որոշմամբ հաշվի առնելով Անահիտ Գումեգինի Ավետիսյանի դիմումը
Ավականին որոշում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մաս համայնքի Ղուկասաբան բնակավայրում գտնվող Անահիտ Գումեգինի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող 03-086-00-19-008 կադաստրային ծածկագիրը կրող 3200 մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վայելող հողատեսքի հողամասի նպատակային եւ գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության դերքօգտագործման եւ այլ արտադրական օբյեկտների նպատակային եւ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության պտուղ բանջարեղենի պահպանության սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով։ Զեկուցողին հարցեր, եթե չունեն քվեարկություն Անահիտ Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատական եւ գործառնական նշանակությունը փոխելու մասին ովքեր են կողմ, բոլորը կողմ դեմ ձեռնպահ չունենք, որոշում ընդունված է օրակարգի հաջորդ հարց Անուշ Պողոսյանին վարձակալության իրավունքով պատկանող հողամասը համայնքային սեփականության հողամասով փոխանակությանը համաձայնություն տալու մասին զեկուցող Արմինա Մելոյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասով եւ հաշվի առնելով քաղաքացի Անուշ Գևորգի Պողոսյանի դիմումը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մաս համայնքի ավականին որոշում է համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող քաղաքացի Անուշ Գևորգի Պողոսյանի վարձակալություն հանդիսացող Արարատի մարզի մաս համայնքի քաղաքմասի 5-րդ տաղամաս 5-րդ փողոց 35 հասցեում գտնվող 03-003-012-003 կադաստրային ծածկագրով 0.01 հեկտար հողամասը փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող Արարատի մարզի մաս համայնքի քաղաքմասի 5-րդ տաղամաս 5-րդ փողոց 1/2 հասցեում գտնվող 03-003-058-012 ծածկագիրը կրող 140 մետր համարժեք հողամասով։ Շնորհակալ եմ, հարցեր, եթե չունեն քվեարկություն Անուշ Պողոսյանին վարձակալության իրավունքով պատկանող հողամասը համայնքային սեփականության հողամասով փոխանակությանը համաձայնություն տալու մասին, ովքեր են կողմ, բոլորը կողմ դեմ ձեռնպահ չունենք, որոշում ընդունված է։ Սա անապահով ընտանիք է, ժամանակին 100 քառակուսի մետր տվել ենք, որ դոմիկ դրվի, չափագրումից հետո այնպեսի տեղ անկել, որ դոմիկ չի կարող դնի ապրի, 4 կամ 5 երեխա ունեն, տարիներ առաջ ենք տվել, Բարսապոտի տակա, մի քիչ տեղափոխում ենք այն կողմ, որպեսզի կարողանա դոմիկ դնի, գոնե այդ երեխաների հետ ապրի, էլի։ Ճիշտ եմ, չէ՞ հիշում դա։ Այո։ Նույն վարձակալությամբ, հա։ Ընդ որում այն ժամանակ հնարավորություն ունենք տալու, որոշեցինք վարձակալությամբ տանք, որ այդ բան չծախեն, նորից մնան անտուն, դրա համար ենք վարձակալությամբ այն ժամանակ տվել։ Օրակարգի հաջորդ հարց Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավականու 26 թվականի փետրվարի 11-ի թիվ 34 ավ որոշման մեջ լրացում կատարելու մասին զեկուցող Արմինա Մելոյան։ Ղեկավարվելով նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մաս համայնքի ավականին որոշում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մաս համայնքի ավականու 26 թվականի փետրվարի 11-ի 34 ավ որոշման վերնագրում եւ առաջի կետում Ասիա Փաշայի Թարխանյանին բառից հետո լրացնել Գոհար Ժորայի Դալաքյանին, Ռոման Ժորայի Թարխանյանին բառերը եւ կետադրական նշանը։ Նախկինում որոշման մեջ սեփականատերից մեկի անունն էր գրվել, հիմա մյուս համասեփականատերերի անունը ավելացնում ենք նորից։ Գործընթաց։ Տեխնիկական սխալի արդյունքում դիմումը մի հոգու անունով եղել է, մենք այդպես սխալվան։ Այլ հարցեր չունեն քվեարկություն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավականու 26 թվականի փետրվարի 11-ի թիվ 34 ավ որոշման մեջ լրացում կատարելու մասին կողմ բոլորը կողմ դեմ ձեռնպահ չունենք, որոշում ընդունված է։ Օրակարգի հաջորդ հարց Սամվել Սիմոնի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատական եւ գործառնական նշանակությունը փոխելու մասին զեկուցող Արմինա Մելոյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ 16-րդ մասերով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի 1920-ին որոշմամբ հաշվի առնելով Սամվել Սիմոնի Հարությունյանի դիմումը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մաս համայնքի ավականին որոշում է Արարատի մարզի մաս համայնքի Դարակերտ բնակավայրում գտնվող Սամվել Սիմոնի Հարությունյանին, Քնարիկ Սերոփի Սարգսյանին, Աննա Սամվելի Հարությունյանի եւ Ալիկ Սամվելի Հարությունյանի սեփականության իրավունքով պատկանող 03-035-019-0031 կադաստրային ծածկագիրը կրող 4500 քառակուսի մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վայելող հողատեսքի հողամասի նպատական եւ գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության դերքօգտագործման եւ այլ արտադրական օբյեկտների նպատակային
գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության անասնաշենք կառուցելու նպատակով։ Սա հեռավորությունը ինչքան էր բնակավայրից։ Փաթեթը մոտը սա Դարակերտինը մոտ 120 քառակուսի մետր մի կողմից էր, օրենքով թույլատրվող հեռավորությունը 50 մետր է, բայց 120 քառակուսի մետր գծամետր ներողություն 120 գծամետր ոչ թե տնից էր, այլ տնամերձ հողերից էր։ Շնորհակալ եմ։ Հարցեր զեկուցողին, եթե չունեն քվեարկություն, Սամվել Սիմոնի Հարությունյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատական եւ գործառնական շնակությունը փոխելու մասին բոլորը կողմ դեմ ձեռնպատ չունենք, որոշումն ընդունված է։ Օրակարգի հաջորդ հարց Կարեն Վարդանի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատական եւ գործառնական շնակությունը փոխելու մասին զեկուցող Արմինե Մելոյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ 16-րդ մասերով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 19:20-ին որոշմամբ հաշվի առնելով Կարեն Վարդանի Մարտիրոսյանի դիմումը Հայաստանի Հանրապետության Արտի մարզի մասհամայնքի ավականին որոշում է Հայաստանի Հանրապետության Արտի մարզի մասհամայնքի քաղաք Մասիսում գտնվող Կարեն Վարդանի Մարտիրոսյանի սեփականության իրավունքով պատկանող 03003 0334 0018 կադաստրային ծածկագիրը գրող 9519 քառակուսի մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վայելահող հողատեսկի հողամասի նպատակային գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության դերքօգտագործման եւ այլ արտադրական օբյեկտների նպատակային գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով։ Սանը 300 մետր է, չէ՞։ Ավելի շատ է հեռու, ինքը ընկնում է քաղաքի մեջ չի, ընկնում է դեպի Նորամար գնացող, որ Մարմարաշենի մեծ հողամասը դրանից մի 300 մետր հեռավորությամբ։ Բնակավայրից հեռու, 3 ես նայել եմ դա։ Հա, հակին հեռու է։ Անասնաշենք տնտեսություն ենք գրում, որովհետև հիմնական կարող է ենթակայան լինի, ջրի հոր ունենան, պարիսպ ունենան, այս դեպքում տնտեսություն է, նույնիսկ բնակելի տուն է թույլատրվում այդ դեպքում։ Սա խելացի անասնագոմերի ծրագրով են անում։ Ինքը էսքիզը նայելով դրան է նման։ Որովհետև էսքիզը մեջ կար էլի։ Հարցեր, եթե չունեն քվեարկություն, Կարեն Վարդանի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատական եւ գործառնական շնակությունը փոխելու մասին, ովքեր են կողմ, բոլորը կողմ դեմ ձեռնպատ չունենք, որոշումն ընդունված է։ Օրակարգի հաջորդ հարց Աշոտ Արամի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատական եւ գործառնական շնակությունը փոխելու մասին։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ 16-րդ մասերով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 19:20-ին որոշմամբ հաշվի առնելով Աշոտ Արամի Գևորգյանի դիմումը Հայաստանի Հանրապետության Արտի մարզի մասհամայնքի ավականին որոշում է Հայաստանի Հանրապետության Արտի մարզի մասհամայնքի Մարմարաշեն բնակավայրում գտնվող Աշոտ Արամի Գևորգյանի սեփականության իրավունքով պատկանող 03058030027 կադաստրային ծածկագիրը գրող 2200 քառակուսի մետր մակերեսով գյուղ նշանակության վայելահող հողատեսկի հողամասի նպատական եւ գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության դերքօգտագործման եւ այլ արտադրական օբյեկտների նպատակային եւ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության անասնաշենք կառուցելու նպատակով։ Սա անցած քննարկման ժամանակ թույլ կտակ քննարկման ժամանակ մեր ավականու անդամ Կարեն Կարապետյան որ ասեց Կարենը չէ։ Հա որ նորից լրացուցիչ նայելու համար նորից նայեցին Կարենը սխալ տեղ էր պատկերացրել ճանապարհ չի փակում ինքը Մարմարաշենի գերեզմանոցից մինչև Նոր Գյուրինի գերեզմանոց գնացող հատվածում այդ գերեզմանոցի տակն է ընկնում իր սեփական հողերն են կողքը ճանապարհի վրա չի նորմալ է 400 մետրից ավել հեռավորություն ունի ամենամոտ բնակելի միավորից 400 մետր Շնորհակալ եմ հարցեր եթե չունենք ովքեր են կողմ Աշոտ Արամի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատական եւ գործառնական նշանակությունը փոխելուն բոլորը կողմ դեմ պարոն Հարությունյան դու ձեռնպատ եք կողմ չհասկացա դրա համար բոլորը կողմ Հարությունյան ձեռնպատ Ավակայինները ինչ ա եղել բոլորը կամ հիվանդ են կամ տեղում հազում են ինչ որ հենց ավակայինները հիվանդացել են Օրակարգի հաջորդ հարց Արման Հակոբի Ավակյանին
սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատական եւ գործառնական շահությունը փոխելու մասին զեկուցող Արմինե Մելոյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 19:20 որոշմամբ, հաշվի առնելով Արման Հակոբի Ավագյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մաս համայնքի հավաքանին որոշում է Արարատի մարզի Մասիս համայնքի Արբադ բնակավայրում գտնվող Արման Հակոբի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող 03-017-05 0008 կադաստրային ծածկագիրը գրող 4511 քառակուսի մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի հողամասի նպատակային եւ գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, դերօգտագործման եւ այլ արտադրական օբյեկտների նպատակային գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության գյուղարտադրանքի վերամշակման տնտեսություն կառուցելու նպատակով։ Հարցեր զեկուցողին։ Ինքը չրանոցի Ուղղակի չրանոցը չենք նշում, որովհետեւ կադաստրը հիմա հստակ օրենքում ոնց նշված է այդ ձևաչափով ասում։ Եթե այլ հարցեր չունեն, քվեարկություն Արման Հակոբի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատական եւ գործառնական նշանակությունը փոխելու մասին ովքեր են կողմ, բոլորը կողմ դեմ ձեռնպատ չունենք, որոշումն ընդունված է, օրակարգի հաջորդ հարց Ռաֆայել Իվանի Խլոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատական եւ գործառնական նշանակությունը փոխելու մասին։ Զեկուցող Արմինե Մելոյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 19:20 որոշմամբ, հաշվի առնելով Ռաֆայել Իվանի Խլոյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մաս համայնքի հավաքանին որոշում է Արարատի մարզի մաս համայնքի Գեղանից բնակավայրում գտնվող Ռաֆայել Իվանի Խլոյանի սեփականության իրավունքով պատկանող 03-028-006-0004 կադաստրային ծածկագիրը գրող 1400 քառակուսի մետր մակերեսով գյուղնշանակության վարելահող հողատեսքի հողամասի նպատակային գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, դերօգտագործման եւ այլ արտադրական օբյեկտների նպատակային գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության ջերմոց կառուցելու նպատակով։ Հարցեր չունենք, քվեարկություն Ռաֆայել Իվանի Խլոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատական եւ գործառնական նշանակությամբ հողամասը փոխելու մասին ովքեր են կողմ, բոլորը կողմ դեմ ձեռնպատ չունենք, որոշումն ընդունված է։ Օրակարգի հաջորդ հարց Սամվել Գուրգենի Ղուրղուզյանին, Լիլի Վլադիմիրի Ղուրղուչյանին, Արմինե Սամվելի Ղուրղուչյանին, Գուրգեն Սամվելի Ղուրղուչյանին, Լուսինե Սամվելի Տոնոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատական եւ գործառնական նշանակությունը փոխելու մասին զեկուցող Արմինե Մելոյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 19:20 որոշմամբ, հաշվի առնելով Սամվել Ղորուխչյանի, Լուսինե Սամվել Ղորուխչյանի, Լիլի Ղորուխչյանի, Արմինե Ղորուխչյանի, Գուրգեն Ղորուխչյանի, Լուսինե Տոնոյանի դիմումը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մաս համայնքի հավաքանին որոշում է Արարատի մարզի Մասիս համայնքի Գեղանից բնակավայրում գտնվող Սամվել Գուրգենի Ղորուխչյանին, Լիլի Ղորուխչյանին, Արմինե Ղորուխչյանին, Գուրգեն Ղորուխչյանին, Լուսինե Տոնոյանին սեփականության իրավունքով պատկանող 03-028-003-0002 կադաստրային ծածկագիրը գրող 1100 քառակուսի մետր մակերեսով գյուղնշանակության վարելահող հողատեսքի հողամասի նպատակային եւ գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, դերօգտագործման եւ այլ արտադրական օբյեկտների նպատակային եւ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության ջերմոց կառուցելու նպատակով։ Հարցեր զեկուցողին չունենք Ղուրղուչյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատական եւ գործառնական նշանակությունը փոխելու մասին ովքեր են կողմ, բոլորը կողմ դեմ ձեռնպատ չունենք, որոշումն ընդունված է։ Օրակարգի հաջորդ հարցը Մովսես Սերոժի Ջուլհակյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատական եւ գործառնական նշանակությունը փոխելու մասին զեկուցող Արմինե Մելոյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 11 թվականի դեկտեմբերի 29-ի 19:20 որոշմամբ, հաշվի առնելով Մովսես Ջուլհակյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մաս համայնքի հավաքանին որոշում է
Արարատի մարզի մաս համայնքի դաշտավան բնակավայրում գտնվող Մովսես Ջուլհակյանի սեփականության իրավունքով պատկանող 03-033-02-0006 կադաստրային ծածկագիրը կրող 900 քառակուսիմետր մակերեսով գյուղնշանակության վարելահող հողատեսքի հողամասի նպատակային գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության դերքօգտագործման եւ այլ արտադրական օբյեկտների նպատակային գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով։ Էլի 300 մետր փաթեթը մոտս է թե։ Այլ հարցեր չունենք քվեարկություն Մովսես Սերոժի Ջուլակյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատական եւ գործառնական նշանակությունը փոխելու մասին ովքեր են կողմ բոլորը կողմ դեմ ձեռնպահ չունենք որոշումն ընդունված է Գեղամ Հայկի օրակարգի հաջորդ հարց Գեղամ Հայկի Խլոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատական եւ գործառնական նշանակությունը փոխելու մասին զեկուցող Արմինա Մելոյան Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ 16-րդ մասերով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 19:20-ին որոշմամբ հաշվի առնելով Գեղամ Խլոյանի դիմումը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մաս համայնքի ավականին որոշում է Արարատի մարզի մաս համայնքի Խաչբար բնակավայրում գտնվող Գեղամ Հայկի Խլոյանին սեփականության իրավունքով պատկանող 03-050-111-0008 կադաստրային ծածկագիրը կրող 2913 քառակուսիմետր մակերեսով գյուղնշանակության վարելահող հողատեսքի հողամասի նպատակային եւ գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության դերքօգտագործման եւ այլ արտադրական օբյեկտների նպատակային գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության ջերմոց կառուցելու նպատակով Քվեարկություն Գեղամ Հայկի Խլոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատական եւ գործառնական նշանակության փոխելու մասին ովքեր են կողմ Բոլորը կողմ դեմ ձեռնպահ չունենք որոշումն ընդունված է Հողամասի նպատական եւ գործառնական նշանակությունը փոխելու մասին Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ 16-րդ մասերով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 19:20-ին որոշմամբ հաշվի առնելով Magic Space ՍՊ-ի տնօրեն Արկադի Գրիգորյանի դիմումը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մաս համայնքի ավականին որոշում է Արարատի մարզի մասից համայնքի դաշտավան բնակավայրում գտնվող Արկադի Գավեթիքի Գրիգորյանի սեփականության իրավունքով եւ Magic Space ՍՊ-ին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող 03-033-0110-0030 կադաստրային ծածկագիրը կրող 5916.7 քառակուսիմետր մակերեսով գյուղնշանակության վարելահող հողատեսքի հողամասի նպատակային գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության դերքօգտագործման եւ այլ արտադրական օբյեկտների նպատակային եւ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության ձկնաբուծական տնտեսություն կառուցելու նպատակով Սա նոր ձկնաբուծարան չի ընդհանրապես գործողի կողքը ավելացնում Գրիգորյանի սեփականությունը հարցեր ջրօգտագործման թույլտվությունը կա վարձակալության օգտագործման պայմանագրում նպատակային նշանակության փոփոխության մասին կետ կա, որ իրավունք ունի Magic Space-ը փոփոխություն անելու ու թույլտվությունը այդ ջրօգտագործման թույլտվության մեջ տեղավորվում է խորանարդ մետրով։ Այլ հարցեր, եթե չունեն քվեարկություն հողամասի նպատակային եւ գործառնական նշանակությունը փոխելու մասին ովքեր են կողմ Բոլորը կողմ դեմ ձեռնպահ չունենք որոշումն ընդունված է Օրակարգի հաջորդ հարց մասից համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը ընդայնման նպատակով Սվետլանա Ավետիսի Գրիգորյանին օտարի թույլտվություն տալու մասին Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի 550 են որոշման պահանջները հաշվի առնելով Սվետլանա Ավետիսի Գրիգորյանի դիմումը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մաս համայնքի ավականին որոշում է Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզ մասից համայնք Նոր Խարբերդ բնակավայրում գտնվող 270 քառակուսիմետր գյուղնշանակության վարելահող հողատեսքի հողամասը, որը սահմանակիցը Սվետլանա Ավետիսի Գրիգորյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասին եւ չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով 1 տարվա ընթացքում օտարել Սվետլանա Ավետիսի Գրիգորյանին։ Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 100,000 Հայաստանի Հանրապետության դրամ։ Շնորհակալ եմ, պարոն Թադևոսյան, դուք չմասնակցեք քվեարկությանը, քանի որ հարցը վերաբերել է ձեր ընտանիքի անդամին։ Շնորհակալություն նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Գևորգին, Շիմանալևումնա, գինը
հանես վերև, մենք մի երկու անգամ էժան ենք դրել։ Քվեարկություն ովքեր են կողմ Մասիս համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը ընդլայնման նպատակով Սվետլանա Ավետիսի Գրիգորյանին օտարելու թույլտվություն տալուն։ Բոլորը կողմ, Արման Թադևոսյանը չի մասնակցում քվեարկությանը։ Որոշումն ընդունված է, օրակարգի հաջորդ հարց։ Կառուցապատման իրավունքով հողամասը արտամուտքային կարգով տրամադրելու մասին։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 16-ի թիվ 286 որոշման 46.2 կետով հիմք ընդունելով 2025 թվականի մարտի 10-ի ժառանգության վկայագիրը 29/12/2004 թվականի Մասիս քաղաքի քաղաքապետ Սաշա Հակոբյանի եւ Լևոն Գևորգյանի միջև կնքված վարձակալության պայմանագիրը եւ Միսակ Լևոնի Գևորգյանի դիմումը Հայաստանի Հանրապետության Արտի մարզի Մաս համայնքի հավաքանին որոշում է թույլատրել Մասիս համայնքին Մաս համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ Մասիս համայնք քաղաք Մասիս 5-րդ թաղամաս 3-րդ փողոց 2/2 հողամաս հասցեում 8000 քառակուսի մետր բնակավայրի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը կառուցապատման իրավունքով արտամրցութային կարգով 50 տարի ժամկետով տրամադրել Միսակ Լևոնի Գևորգյանին եւ Հերիքնազ Մամիկոնի Ղարիբյանին ուսումնամարզական վարժարան կառուցելու նպատակով տարեկան վարձավճար սահմանել 400,000 ՀՀ դրամ։ Մի քիչ մանրամասնեք, որ բարձ լինի։ Հա, հողամասը 2004 թվականին վարձակալվել է արդեն ասեցի Լևոն Գևորգյանի կողմից։ Վարձակալության ժամանակ հողամասի նպատակային նշանակությունը նշված է եղել գյուղնշանակության հողամաս եւ մակերեսը ավելի մեծ է եղել, 1 հեկտարից ավելի մեծ մակերես է ունեցել։ Ժառանգություն բացվել է Լևոն Գևորգյանի մահից հետո ժառանգություն բացվել է 25 թվականին եւ ժառանգները արդեն ճշտված հատակագիծը երբ ներկայացրել են մակերեսը գլխավոր հատակագծին համապատասխան հողամաս ունեցել է բնակավայրի հասարակական նշանակություն, երբեք չի եղել փաստորեն գյուղնշանակության հողամաս, Մասիս քաղաքի կենտրոնում բնակելի թաղամասերի մեջ էլ գտնվում է։ Մակերեսը փոքրացել է եւ այս ամեն ինչը հաշվի առնելով նախապատվության իրավունք իրենց հաշվի առնելով արտամրցութային կարգով շարունակում են վարձակալության տրամադրել։ Այսինքն մնում է վարձակալություն չի գնում սեփականություն իրենց։ Չէ, լինում է կառուցապատման իրավունք, սեփականություն մնում է համայնքին։ Կամանձիր լյովի տարածքն է եւ տղեն Միսակը իր հոր կիսած գործը շարունակում է այդ հողամասի վրա ցանկանում են սարքեն իրենց ազգային լեգիոնի համար ցանկանում այդ հողի վրա կառուցի վարժական ինչ-որ տենց մի վայր։ Քանի որ փոխվում էր եւ հողի նպատակային նշանակությունը եւ հողամասի մակերեսը եւ վարձավճարի չափը, ավականու նոր որոշում արդեն իրանք ունեն վարձակալության պայմանագիր, բայց իրանք ունեն հեկտար քանի հազար մետրի, որը ֆիզիկապես չկա եւ իրանք վկայականի մեջ գրած է գյուղ, որը գենպլանով երբևէ չի համապատասխանել, այսինքն նոր պայմանով տալիս են եւ վարձավճարը թանկանում։ Եթե այլ հարցեր չունեք քվեարկություն, կառուցապատման իրավունքով հողամասը արտամրցութային կարգով տրամադրելու մասին ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ ձեռնպահ չունենք, որոշումն ընդունված է։ Մասիս համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը Զինայդա Իսրայելի Սալահյանին օտարելու մասին, զեկուցող Արմին Ամելոյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենքի 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Զինայդա Իսրայելի Սալահյանի դիմումը եւ 2002 թվականին Հայանիստի գյուղապետ Գուրգեն Մարտիրոսյանի Հովանես Սալահյանի միջև կնքված վարձակալության պայմանագիրը 25 թվականին Հայաստանի Հանրապետության Արարատի Մասիս համայնքի կողմից լիազորված անձ Համլետ Նահապետյանի եւ Զինայդա Իսրայելի Սալահյանի համաձայնագիրը հաշվի առնելով Մաս համայնքի անեստ բնակավայրի 03-052-015-0016 ծածկագիրը գրող 1.5 հեկտար հողամասը չի անցանում Հայաստանի Հանրապետության հողային օրենքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մաս համայնքի հավաքանին որոշում է
Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Զինայդա Իսրայելի Սալահյանի կողմից վարձակալած Մասիս համայնքի հայանիստ բնակավայրում գտնվող 03-052-015-0016 ծածկագրով 1.5 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի հողամասը թույլատրել ուղղակի վաճառքով 1 տարվա ընթացքում գնման նախապատվության իրավունքով տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100% չափով 1 քառակուսի մետրը 100 ՀՀ դրամ, ընդհանուր 1.5 միլիոն ՀՀ դրամ արժեքով օտարել Զինայդա Իսրայելի Սալահյանին։ Հարցեր։ Եթե Նախապատվության չունեն քվեարկություն, Մասիս համայնքի սեփականության իրավունքով պատկանող հողամասը Զինայդա Սալահյանին օտարելու մասին ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ ձեռնպահ չունենք, որոշումն ընդունված է։ Մասիս համայնքի հովտաշատ, Այնթափ եւ Արբադ բնակավայրերում փողոցների ամենակոչման մասին զեկուցող Արմինա Մելոյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2387-ին որոշման պահանջներով հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի հասցե տրամադրելու մասին որոշումների քաղվածքները Հայաստանի Հանրապետության Արտի մարզի մաս համայնքի ավականին որոշում է Մասիս համայնքի հովտաշատ, Այնթափ եւ Արբադ բնակավայրերի հետեւյալ փողոցներն անվանակոչել համաձայն կադաստրի կոմիտեի կայացրած հասցե տրամադրելու մասին որոշումների։ Մասիս համայնք գյուղ հովտաշատում 19-րդ փողոցը, Մասիս համայնք գյուղ հովտաշատ 20-րդ փողոց, Մասիս համայնք գյուղ Այնթափ 17-րդ փողոց 8-րդ նրբանցք եւ Մասիս համայնք գյուղ Արբադ 4-րդ փողոց առաջին փակուղի։ Նկարագրերը տված է։ Չէ, նոր ստեղծված փողոցներ են հիմնականում, անվանակոչված չեն։ Հարցեր զեկուցողին չունեն քվեարկություն, Մասիս համայնքի հովտաշատ, Այնթափ եւ Արբադ բնակավայրերում փողոցների ամենակոչման մասին կողմ, բոլորը կողմ, դեմ ձեռնպահ չունենք, որոշումն ընդունված է։ Օրակարգի հաջորդ հարց։ Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանի Հանրապետության նվիրաբերելու մասին։ Զեկուցող Արմինա Մելոյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով հիմք ընդունելով Մասիս համայնքի ղեկավարի առաջարկը Հայաստանի Հանրապետության Արտի մարզի մաս համայնքի ավականին որոշում է Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արտի մարզի Մասիս համայնք գյուղ Ջրահովի 13-րդ փողոց առաջին փակուղի 4 հողամաս հասցեում գտնվող 03-079-0024-0035 ծածկագիրը կրող 1887 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը նոր կրթահամալիր կառուցելու նպատակով 1 տարվա ընթացքում կնքել նվիրաբերության պայմանագիր։ Շնորհակալ եմ, ստե մի հարց, Արմինա ջան, բնակչի մասը կդրվել է, չէ, առանձնացվել է, սա կառավարություն գնացած, փոխված հողամասն է։ Շնորհակալ եմ։ Հարցեր։ Ջրահովիտի դպրոցին է հատկացվում։ Ժողովուրդ, Ջրահովիտ բնակավայրում, որպեսզի դպրոց կառուցվի, հողամասը պակաս էր, համայնքային չի եղել, բնակչի հետ բանակցել է մեր նախկին ղեկավարը Դավիթ Համբարձումյանը եւ բնակիչը իր հողամասից մի փոքր հատված կտրել տվել է համայնքին նվեր, որ համայնքին նվեր տա պետությանը, որպեսզի դպրոցը կառուցվի մի խոսքով։ Դե 0-ից 1 տարի գործընթաց է գնացել, շատ մանրամասներ չեմ կարող ասել։ Քվեարկություն Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանի Հանրապետության նվիրաբերելու մասին ովքեր են կողմ, բոլորը կողմ են, դեմ ձեռնպահ չունենք, դա Աստված շուտով սկսեն ջրահովիտը մեր կառուցել, որպեսզի այլևս ճանապարհ չփակեն ջրահովիցիկ։ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավականում 25 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 271 որոշումը չեղարկանանչելու մասին զեկուցող Արմինա Մելոյան։ Ղեկավարվելով նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մաս համայնքի ավականին որոշում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մաս համայնքի ավականու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ վաճառքի միջոցով օտարելու մասին համար 271 որոշումը։ Սա սեպտեմբերին որոշվել էր որոշակի քանակով 25 միավոր հողամասերի աճուրդ վաճառք կատարել, քանի որ հետո փոփոխություն եղավ, օրենսդրական նաև փոփոխություններ եղավ այս տարվա մեջ
եւ որոշվեց մեկնարկային արժեք, մեկնարկային գին ընդունել գնահատված գերության կողմից գնահատված կազմակերպության կողմից տրամադրված գները, արդեն ավականին պետքա նոր որոշման մեջ հիմք ընդունի գնահատված արժեքները նոր Այս որոշման մենք որոշում ենք կայացրել տեսականորեն համայնքի ղեկավարն էր սահմանում, ներկայացնում ավականին ու ավականին սահմանում էր թե X կամ Y հողա մասը մեկնարկային ինչ գնով վաճառվի, կադաստրային արժեքի 100%-ով, 150-200 թե 500%-ի չափով։ Նոր օրենսդրական կարգավորումներով պետք է յուրաքանչյուր առանձին հողային միավորի համար առանձին գնահատում իրականացվի եւ տրվի շուկայականին մոտարկված գին, որի հիման վրա կմտնենք նոր ավականի եւ կեթանք նոր աճուրդի։ Գնահատող կազմակերպությունները լիցենզավորված բոլոր սահման չափանիշներ ոչ, համայնքը մրցույթ է կատարել, X կազմակերպություն շահել է, չեմ էլ իմանում որ կազմակերպությունն է։ Շահել է եւ այդ շահող կազմակերպությունը իրականացնելու է գնահատում։ Այդ գնահատման արդյունքով դրվելու է մեկնարկային գին որոշվի։ Այսինքն այլևս հարց չի առաջանալու մեր մոտ, թե խի այս հողամասը որոշեց 300%-ով, այս մեկը յուրաքանչյուր միավորի շուկայական արժեք։ Ավելին, այս որոշման մեջ եղած միավորներն արդեն տրամադրվել են։ Այս որոշման մեջ եղած միավորները արդեն ուղարկել ենք առաջի անգամ գնահատման։ Հիմա հնարավոր է որ շուտ տրամադրեն, մենք արտահերթ ավականներում մենք փորձենք էլեկտրոնային աճուրդ իրականացնենք, տեսնենք գինը բարձրանում տարբերներում ինչ-որ փոփոխություն լինում թե առաջնային աճուրդը նման չի։ Պարոն Թադևոսյան, դա արդեն իրավաբանական վճարովի ծառայությունը առանձին ավականիստի ժամանակ չէ։ Տարբեր միավորներ։ Տարբեր միավորներ են։ Մասից քաղաքից էլ գյուղերից էլ կային։ Եթե այլ հարցեր չկան, ձեր գյուղում մի կանգար կառուցելու տեղ էլ չկա։ Եթե հարցեր չկան, քվեարկություն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավականու 25 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 231 A որոշումը չեղարկանանչելու մասին։ Ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ ձեռնպատ չունենք, որոշում ընդունված է, օրակարգի հաջորդ հարց։ Արմինե ջան, Մասիս համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը Ալմաստ Հրանտի Ղազարյանին օտարելու թույլտվություն տալու մասին։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Ալմաստ Հրանտի Ղազարյանի դիմումը եւ 22 թվականի թիվ 2097 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը հաշվի առնելով Մաս համայնքի Մաս քաղաքի 030302960523 հոդվածով ծածկագիրը գրող 10640 մետր հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մաս համայնքի ավականին որոշում է Մաս համայնքի սեփականություն անցածող Մարտուն Հայկի Ավետիսյանի կողմից վարձակալած Մաս համայնքի Մասիս քաղաքի 030002960523 ծածկագիրը գրող 1640 մետր արդյունաբերության ներկօգտագործման եւ այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասը թույլատրել օտարել ուղղակի վաճառքով 1 տարվա ընթացքում գնման նախապատվության իրավունքով տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100%-ի չափով 1 քառակուսի մետրը 1221 ՀՀ դրամ, ընդհանուր 1,953,600 ՀՀ դրամ արժեքով ըստ օրենքի ժառանգության իրավունքով փոխանցված Ալմաստ Հրանտի Ղազարյանին։ Հարցեր ունենք։ Եթե հարցեր չունենք, քվեարկություն Մասիս համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը Ալմաստ Հրանտի Ղազարյանին օտարել թույլտվություն տալու մասին, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ ձեռնպատ չունենք, որոշումն ընդունված է։ Օրակարգի հաջորդ հարց Թաթուլ Սարգսիս Վարդայանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակով ծանրաբեռնված հողամասը ուղղակի վաճառքով օտարել թույլտվություն տալու մասին, զեկուցող Արմինե Մելոյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով հիմք ընդունելով Թաթուլ Սարգսի Մարգարյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մաս համայնքի ավականին որոշում է Արարատի Մասիս համայնքի քաղաք մասում գտնվող 17.5 քառակուսի մետր բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը, որը ծառաբեռնված է Թաթուլ Սարգսի Մարգարյանի սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակով,
եւ չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում ուղղակի վաճառքով 1 տարվա ընթացքում օտարել Թաթուլ Սարգսի Վարդայանին։ Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 78000 դրամ, 1 քառակուսի մետրի արժեքը 4442 դրամ։ Շնորհակալ եմ հարցեր զեկուցողին։ Եթե չունեն քվեարկություն, Թաթուլ Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակով ծանրաբեռնված հողամասը ուղղակի վաճառքով օտարել թույլտվություն տալու մասին ովքեր են կողմ, բոլորը կողմ, Հայկ ջան դու կողմ, դեմ ձեռնպահ չունենք, որոշումն ընդունված է, ինձ ոնց որ դեմ, չեք, ներողություն, հա, բոլորը կողմ, Հայկը դեմ, ինձ դալիճից ասում է, որ 10 րոպե ընդմիջում, եթե դեմ չեք, 10 րոպե ընդմիջում, 5-ին 10 պակաս, 5-ին 10 պակաս, նիստը 4-ին 10 պակաս, նիստը վերսկսենք ժողովուրդ։ Նախ խնդրում եմ զեկուցեք ընդմիջումից հետո ավականների մասնակցության վերաբերյալ։ Հարգարժան համայնքի ղեկավար, հարգելի ավականներ, թվով 15 ավականները տեղում են, ուստի նիստը իրավազորը, խնդրում եմ շարունակել նիստը։ Շնորհակալ եմ, օրակարգի հաջորդ հարց։ Մնացական Լյուդվիգ Արամյանին սեփականության իրավունքով պատկանող շինություններով ծանրաբեռնված հողամասը ուղղակի վաճառքով օտարել թույլտվություն տալու մասին զեկուցող Արմինա Մելոյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով հիմք ընդունելով մնացական Լյուդվիգ Արամյանի դիմումը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մաս համայնքի հավաքանին որոշում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ Մասիս համայնք քաղաք Մասիս Էջմիածնի խճուղի 1/2 հասցեում գտնվող 0.049 հեկտար բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը, որը ծանրաբեռնված է մնացական Լյուդվիգ Արամյանին սեփականության իրավունքով պատկանող շինություններով եւ չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով 1 տարվա ընթացքում օտարել մնացական Լյուդվիգ Արամյանին։ Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 599000 դրամ, 1 քառակուսի մետրի արժեքը 1221 դրամ։ Շնորհակալ եմ, ստեղ մենք շինությունները ոնց ենք վերնագրել Արմինա ջան։ Շինություններն արդեն սեփականության իրավունքով գրանցված են, սեփականության վկայականում իրենց անուններով կան տարբեր շինություններ են Էջմիածնի խճուղի դեպի Սայաթնովա գնացող Զապրավկան, որ անցնում ես, մի ժամանակ Սքոսրա էր հիմա փակվել է։ Հենց սեփականության վկայականում Սքոսրայել գրանցած։ Բայց մենք հիմա իրան որ օրինականացնում ենք որպես Սքոսրա, չնայած արդեն գրանցված է, արդեն շինությունը գրանցված է, հետո ինքը արդեն կփոխի գործառնական նշանակությունը կփոխի կամ այդ նշանակությամբ կօգտագործի թե չէ։ Շինության տակի հող, շինությունը սեփական։ Շինությունը 2006 թվականին կառուցել է, հողամասի նկատմամբ իրավունքը 2005 թվականին է, փաստաթղթերի մոտ փաթեթը կա։ Այլ հարցեր 1200 դրամ է քառակուսի մետրում։ Մասիս քաղաքը 3 գոտի ունի 6800, 4400 եւ 1200։ Մինչեւ սա ընդհանուր բոլորը 2980 դրամ էր։ Եթե այլ հարցեր չունեն, քվեարկություն մնացական Արամյանին սեփականության իրավունքով պատկանող շինությունները ծանրաբեռնված հողամասը ուղղակի վաճառքով օտարել թույլտվություն տալու մասին, ովքեր են կողմ Իրա սեփական շինություններն են։ Դավիթ Համբարձումյան դաշինք խմբը կողմ, Հայկը կողմ, դեմ, ձեռնպահ, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ձեռնպահ, բացառությամբ Հայկի։ Շնորհակալ եմ, որոշումն ընդունված է։ Օրակարգի հաջորդ հարց, Մասիս համայնքի սեփականության իրավունքով պատկանող հողամասը Հարություն Սարգսի Հարությունյանին օտարելու թույլտվություն տալու եւ Մասիս համայնքի ավականու 26 թվականի փետրվարի 11-ի թիվ 32 որոշումը չեղյալ ճանաչելու մասին զեկուցող Արմինա Մելոյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասով, հիմք ընդունելով Հարություն Սարգսի Հարությունյանի դիմումը եւ 2005 թվականի քաղաքապետ Սաշա Հակոբյանի եւ Հարություն Սարգսի Հարությունյանի միջև կնքված վարձակալության պայմանագիրը հաշվի առնելով մաս համայնքի մաս քաղաքի 03-003-0087-0153 ծածկագիրը կրող 19 քառակուսի մետր հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մաս համայնքի ավականին որոշում է
Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հարություն Սարգսի Հարությունյանի կողմից վարձակալած Մաս համայնքի Մասիս քաղաքում գտնվող 03-003-087 0153 ծածկագիրը կրող 19 քառակուսիմետր բնակավայրի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը իրավունքի պետական գրանցման վկայականը 0306-2025-030083 թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում գնման նախապատվության իրավունքով տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100% արժեքով 1 քառակուսիմետրը 4442 դրամ, ընդհանուր 84400 դրամ արժեքով օտարել Հարություն Սարգսի Հարությունյանին։ Երկրորդ կետը ուժը կորցրաճանաչել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մաս համայնքի ավականու 26 թվականի փետրվարի 16-ի Հարություն Սարգսի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող շինությամբ ծառաբեռնված հողամասը ուղղակի վաճառքով օտարելու թույլտվություն տալու մասին թիվ 32 որոշումը։ Թիվ 32 որոշումով նորից այս հողամասը օտարվում էր Հարություն Սարգսի Հարությունյանին, բայց այն ժամանակ նշվել էր, որ շինությունով ծառաբեռնված է, այսինքն տաղավար կար վրան, բայց չի եղել տաղավար լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ քարտեզով էլ նայում էինք ինչ-որ բան ցույց էր ծառաբեռնված է ցույց տալի, հետո նկարներով տեսանք, որ քարը լցրած հողի, ինչ-որ sense քար է եղել դրած, դատարկ հողամասը, որևէ բան չկա վրան, վարձակալությամբ Վարձակալությամբ իրեն է պատկանում, հիմա մենք կարգավորեցինք, այն մի որոշում չեղարկեցինք, արդեն որպես դատարկ հողամաս, որպես վարձակալված հողամաս նախապատվությամբ տրամադրվում է Հարություն Հարությունյանին։ Եթե հարցեր չունեն քվեարկություն, Մասիս համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը Հարություն Սարգսի Հարությունյանին օտարելու թույլտվություն տալու մասին համայնքի ավական եւ Մասիս համայնքի ավականու 26 թվականի փետրվարի 11-ի թիվ 32-ա որոշումը չեղաճանաչելու մասին ովքեր են կողմ, բոլորը կողմ դեմ ձեռնպաստ չունենք, որոշումն ընդունված է։ Օրակարգի հաջորդ հարց Մասիս համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը Նորայր Ալեքսանի Մադոյանին օտարելու թույլտվություն տալու մասին զեկուցող Արմին Էմալյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջի մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջի մասի 4-րդ կետով հիմք ընդունելով Նորայր Մադոյանի դիմումը, հաշվի առնելով Մաս համայնքի Մաս քաղաքի 03-003-0274-002 ծածկագիրը գրող 1348 քառակուսիմետր հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մաս համայնքի ավականին որոշում է Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Նորայր Ալեքսանի Մադոյանի կողմից վարձակալած Մաս համայնքի Մասիս քաղաքի 03-003-0274-0022 ծածկագիրը գրող 1348 քառակուսիմետր ճշտված մակերեսով հողամասը բնակավայրերի նպատակային հասարակական նշանակության գործառնական նշանակությամբ թույլատրել օտարել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում գնման նախապատվության իրավունքով տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100% չափով 1 քառակուսիմետր 1221 դրամ, ընդհանուր 1,638,000 դրամ արժեքով ըստ օրենքի ժառանգության իրավունքով փոխանցված անձ Նորայր Ալեքսանի Մադոյան։ Հարցեր, եթե չունեն քվեարկություն, Մասիս համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը Նորայր Մադոյանին օտարելու թույլտվություն տալու մասին ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ ձեռնպաստ չունենք։ Տիկին Անուշ, ձեր ձեռքը չի երևում։ Շնորհակալ եմ։ Օրակարգի հաջորդ հարց օրինական ճանաչված շինությունը եւ սպասարկման ու պահպանման համար օգտագործող հողամասն ուղղակի վաճառքով Գոր Լեռնիկի Փարեմուզյանին օտարելու թույլտվություն տալու մասին։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ի 397-ն օրենքի երկրորդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-731 որոշումներով հաշվի առնելով որ Գորդ Լեռնիկի Փարեմուզյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մաս համայնքի ավականին որոշում է թույլատրել Մաս համայնքի սեփականություն հանդիսացող Արարատի մարզ Մաս համայն քաղաք Մասիս նոր թաղամաս 6/41 հողամաս հասցեում գտնվող օժանդակ շինությունը 49.6 քառակուսիմետր արտաքին մակերեսով սպասարկման ու պահպանման համար զբաղեցված 49.6 քառակուսիմետր բնակավայրի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը մեկ տարվա ընթացքում ուղղակի վաճառքով օտարել բնակիչ Գորդ Լեռնիկի Փարեմուզյանին։ Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 196,000 դրամ։ Շինությամբ զբաղեցրած հողամասի վաճառքի գինը կազմում է 221,000 դրամ։ Սահմանված չափով ձևավորված վաճառքի գնին ավելանում է 26,000 դրամ վճարման
իրականացված վճարպետական գրանցման համար կատարված վճարները։ Քվեարկություն, հորինական ճանաչված շինություն սպասարկման ու պահպանման համար օգտագործող հողամաս ուղղակի վաճառքով Գորգի Փարեզյանի օտարի թույլտվություն տալու մասին ովքեր են կողմ, բոլորը կողմ դեմ ձեռնպահություն որոշում ընդունված է օրակարգի հաջորդած, հորինական ճանաչված շինություն և սպասարկման ու պահպանման համար օգտագործող հողամասը ուղղակի վաճառքով Մարգար Արամայիսի Ղարիբյանին օտարի թույլտվություն տալու մասին զեկուցող Արմին Ամելոյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում դրանցումներ փոփոխություններ կատարելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ի 397 օրենքի 2-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ին 12-731 որոշումներով հաշվի առնելով Մարգար Արամայիսի Ղարիբյանի կողմից ընդունվել ուղղակի վաճառքով գնելու առաջարկը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մասսամայնքի հավաքանին որոշում է թույլատրել մասսամայնքի սեփականություն հանդիսացող Արարատի մարզի Մասիս համայն քաղաք Մասիս դպրոցականների փողոց երկրորդ նրբանցք 2 հողամաս հասցեում գտնվող ավտոտնակը 22.1 քառակուսիմետր եւ տնտեսական պահեստը 7.4 քառակուսիմետր արտաքին մակերեսներով սպասարկման ու պահպանման համար զբաղեցված 29.5 քառակուսիմետր բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը 1 տարվա ընթացքում ուղղակի վաճառքով օտարել բնակիչ Մարգար Արամայիսի Ղարիբյանին։ Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 121,000 ՀՀ դրամ։ Շինության զբաղեցված հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 202,000 ՀՀ դրամ։ Ավելանում է նաև 26,000 դրամ կատարված ծախսը։ Քվեարկություն, հորինական ճանաչված շինություն ու սպասարկման պահպանման համար օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով Մարգար Արամայիսի Ղարիբյանին օտարի թույլտվություն տալուն ովքեր են կողմ, բոլորը կողմ դեմ ձեռնպահ չունենք որոշում ընդունված է օրակարգի հաջորդ հարց։ Օրինական ճանաչված շինություն ու սպասարկման ու պահպանման համար օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով Զորիկ Վլադիմիր Հարությունովին օտարի թույլտվություն տալու մասին զեկուցող Արմին Ամելոյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում դրացումների փոփոխություններ կատարելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ի 397 օրենքի 2-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ին 12-731 որոշումներով հաշվի առնելով, որ Զորիկ Վլադիմիրի Հարությունովի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մասսամայնքի հավաքանին որոշում է թույլատրել մասսամայնքի սեփականություն հանդիսացող Արարատի մարզ Մասիս համայն քաղաք Մասիս նոր թաղամաս 20/11 հողամաս հասցեում գտնվող առևտրի սրահը 27.40 քառակուսիմետր արտաքին մակերեսով սպասարկման ու պահպանման համար զբաղեցված 16 քառակուսիմետր բնակավայրի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը 1 տարվա ընթացքում ուղղակի վաճառքով օտարել բնակիչ Զորիկ Վլադիմիրի Հարությունովին։ Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 486,000 Հայաստանի Հանրապետության դրամ։ Շինությամբ զբաղեցված հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 72,000 ՀՀ դրամ։ Ավելանում է նաև 26,000 դրամ պետական գրանցման համար կատարված ծախսը։ Քվեարկություն, օրինական ճանաչված շինություն ու սպասարկման ու պահպանման համար օգտագործող հողամասն ուղղակի վաճառքով Զորիկ Վլադիմիրի Հարությունովին օտարի թույլտվություն տալու մասին ովքեր են կողմ, բոլորը կողմ դեմ ձեռնպահ չունենք որոշում ընդունված է օրակարգի հաջորդ հարց համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին զեկուցող Արմին Ամելոյան։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մասսամայնքի հավաքանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին 1 տարվա ընթացքում նշված հողամասերը տրամադրել վարձակալության մրցութային կարգով։ Մասսամայնքի Գեղանից 11-րդ փողոց 21 հողամաս հասցեում գտնվող 236 քառակուսիմետր հողամասը 100,000 դրամ, մասսամայնքի Սիփանիկ բնակավայրում գտնվող 03-085-000-007 ծածկագրով 10.5 հեկտար գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսկի հողամասը 150,000 դրամ մեկնարկային գնով, մասսամայնքի Նորաբաց բնակավայրում 03-067-000-054-057 կադաստրային ծածկագրով 1096 քառակուսիմետր գյուղնշանակության այլ հողատեսկի հողամասը 30,000 ՀՀ դրամ, մասսամայնքի Այանիստ բնակավայրում գտնվող 1900 քառակուսիմետր գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը, այլ եւ արոտավայր հողատեսքը մրցութային մեկնարկային գինը 50,000 դրամով եւ մասսամայնքի Նոր Խարբերդ բնակավայրում գտնվող 03-070-254-0019 ծածկագրով 934.6 քառակուսիմետր բնակավայր գյուղատնտեսական նպատակային այլ եւ արոտավայր հողամասերը մրցութային մեկնարկային գին 30,000 դրամով։ Շնորհակալություն հարգելի ավականու անդամներ։
Հանձնաժողովի նիստով որոշում ենք կայացրել դեմ քվեարկենք այս որոշմանը, կան որոշակի անհամաձայնություններ, հետևաբար խնդրում եմ բոլորս դեմ քվեարկենք, հետագայում վերանայված կբերենք նորից ավականուն քննարկման։ Համայնքային սեփականություն հացածող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին ովքեր են կողմ, դեմ, բոլորս դեմ, որոշումը չընդունվեց։ Վարձակալությամբ օգտագործվող օրակարգի հաջորդ հարց, վարձակալությամբ օգտագործվող Մասիս համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասը ենթավարձակալության տրամադրելու թույլտվություն տալու մասին զեկուցող Արմին Ամելոյան։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի 286 որոշմամբ եւ հիմք ընդունելով հողամասի վարձակալ Ստեփանոս Քիթապզյանի դիմումը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մասսամայնքի ավականին որոշում է տալ համաձայնություն Ստեփանոս Հակոբի Քիթապզյանի կողմից վարձակալված Արարատի մարզի մասսամայնքայանից բնակավայրի վարչական տարածքում գտնվող 030250210066 կադաստրային ծածկագրով 1.15 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը ենթավարձակալության տրամադրելու վարձակալության տրված ժամկետով եւ պայմաններով քաղաքացի Հարություն Նվերի Ապրեսյանին։ Հարցեր զեկուցողին, թե չունենք քվեարկություն վարձակալությամբ օգտագործվող Մասիս համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասը ենթավարձակալությամբ տրամադրելու թույլտվություն տալուն ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ ձեռնպահ չունենք, կողմ, որոշում ընդունված է օրակարգի հաջորդ հարց, վարձակալությամբ օգտագործվող Մասիս համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասը ենթավարձակալությամբ տրամադրելու թույլտվություն տալու մասին, զեկուցող Արմին Ամելոյան։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620 հոդվածով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի 286 որոշմամբ եւ հիմք ընդունելով հողամասի վարձակալ Անդրանիկ Վաչագանի Սարիբեկյանի դիմումը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մասսամայնքի ավականին որոշում է տալ համաձայնություն Անդրանիկ Վաչագանի Սարիբեկյանի կողմից վարձակալված Արարատի մարզի մասսամայնքի Սիբանի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0308508032 կադաստրային ծածկագրով 2 հեկտար բակերեսով ջրային նշանակության ջրային հողամասը ենթավարձակալության տրամադրելու վարձակալության տրված ժամկետով եւ պայմաններով Լևոն Արթուրի Աբգարյանին։ Հարցեր չունենք, քվեարկություն վարձակալությամբ օգտագործվող Մասիս համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասը ենթավարձակալության տրամադրելու թույլտվության ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ ձեռնպահ չունենք, որոշումն ընդունված է։ Օրակարգի հաջորդ հարց, օրինական ճանաչված շինություն ու սպասարկման ու պահպանման համար օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով Մեհեր Գառնիկի Զաքարին օտարելու թույլտվություն տալու մասին, զեկուցող Արմին Ամելոյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումների փոփոխություններ կատարելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ի 357-ն օրենքի 2-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 18-ին 912-731 որոշումներով հաշվի առնելով Մեհեր Գառնիկի Զաքարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մասսամայնքի ավականին որոշում է թույլատրել մասսամայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արարատի Մասիս համայնք քաղաք Մասիս նոր թաղամաս 24 հողամաս հասցեում գտնվող ավտոտնակը 24.5 քառակուսիմետր արտաքին մակերեսով սպասարկման համար զբաղեցված 24.5 քառակուսիմետր բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը մեկ տարվա ընթացքում ուղղակի վաճառքով օտարել բնակիչ Մեհեր Գառնիկի Զաքարյանին։ Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 49000 ՀՀ դրամ։ Շինությամբ զբաղեցած հողամասի ուղղակի վաճառքի գինը 109000 ՀՀ դրամ։ Սահմանված վճարին ավելանում է նաև 26000 դրամ պետական գրանցման համար կատարված ծախսը։ Քվեարկություն, օրինական ճանաչված շինություն ու սպասարկման ու պահպանման համար օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով Մեհեր Գառնիկի Զաքարին օտարելու թույլտվություն տալուն ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ ձեռնպահ չունենք, որոշումն ընդունված է, օրակարգի հաջորդ հարց։ Նելի Բախշի Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող շինություններով ծանրաբեռնված հողամասն ուղղակի վաճառքով օտարելու թույլտվություն տալու մասին, զեկուցող Արմին Ամելոյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով հիմք ընդունելով Նելի Բախշի Թադևոսյանի դիմումը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մասսամայնքի ավականին որոշում է
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզմասի համայնքաղաք մասից Երևանյան փողոց 38-3 հասցեում գտնվող 106 քառակուսիմետր բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը, որը ծառաբեռնված է Նելի Բախշի Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող արհեստանոցով եւ չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով 1 տարվա ընթացքում օտարել Նելի Բախշի Թադևոսյանին։ Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 471,000 ՀՀ դրամ, 1 քառակուսիմետրի արժեքը 4442 դրամ։ Քվեարկություն Նելի Բախշի Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող շինություններով ծանրաբեռնված հողամաս ուղղակի վաճառքով օտարի թույլտվություն տալուն ովքեր են կողմ, բոլորը կողմ դեմ ձեռնպահ չունենք, որոշումն ընդունված է, օրակարգի հաջորդ հարց Ֆրեդերիկ Տրթատի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատական եւ գործառնական փոխելու մասին զեկուցող Արմին Ամելոյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ 16-րդ մասերով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 19:20-ին որոշմամբ հաշվի առնելով Ֆրեդերիկ Տրթատի Սարգսյանի դիմումը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մաս համայնքավաքանին որոշում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մասից համայնքի նորամար բնակավայրում գտնվող Ֆրեդերիկ Տրթատի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 03 068 020 0008 կադաստրային ծածկագիրը գրող 1388 քառակուսիմետր մակերեսով գյուղնշանակության վայելող հողատեսկի հողամասի նպատակային գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության ներքօգտագործման եւ այլ արտադրական օբյեկտների նպատակային գյուղատեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով։ Սառնարան։ Չէ, դե տեխնիկական սխալ է, ընդ փոխվել է սառնարանային է, իրականում սառնարանային է։ Հա, ծրագրով սառնարանային չի։ Բայց էս շուտ է փոխվել։ Իմ մոտ ծրագրով բերում է սառնարանային Սառնարանային է, հա։ Ուրեմն տպագրությունն է բան եղել, իմ մոտ բերում է սառնարանային։ Քննարկման ժամանակ էլ է սառնարան եղել, բայց քննարկել ենք, հա, ուզում ասեմ։ Մի րոպե, հանձնաժողովի նիստի ժամանակ եղել է սառնարան։ Սառնարան է եղել, հա, հստակ սառնարան է եղել։ Այս նույնը։ Ես ծրագրով եմ հետևում սառնարան է ինձ մոտ։ Բայց մեկ վարքյան Հա, կարող է եղել։ Ստայր տարբերակով եկել է բան, անասնապահական, բայց ծրագրով բերում է սառնարանային։ Եվ քննարկելու ժամանակ մենք սառնարան։ Ուղարկվելուց առաջ։ Եվ ունենք տեխնիկապես սա լուծելի հարցա, դե դեպքում քվեարկություն Հենց սառնանին տնտեսություն։ թղթերով ամեն ինչով Սառնարանն է, մենք քննարկել ենք սառնարան։ Հետևաբար քվեարկություն Ֆրեդերիկ Տրթատի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատական եւ գործառնական շինարարությունը փոխելու մասին սառնարան կառուցելու նպատակով սառնարային տնտեսություն տեխնիկական վրիպակեր ովքեր են կողմ բոլոր կողմ դեմ ձեռնպահ չունենք որոշում ընդունված է սա թղթային առումով եթե բանատոշուկ ուզեն որ ստորագրեն շնորհակալություն Տիկին Մելոյան օրակարգի հաջորդ հարց Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարին կից սոցիալական եւ առողջապահական հարցերի խորհրդակցական մարմնի կազմում հաստատելու մասին զեկուցող Նվարդ Սահակյան Տիկին Սահակյան, խնդրեմ համեցեք Հարգարժան համայնքի ղեկավար հարգելի ավականի մենք ունենք արդեն սահմանված Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարին կից սոցիալական եւ առողջապահական հարցերի խորհրդակցական մարմնի ձևավորման կարգը, որի համաձայն հայտարարություն է տրվել մարմնի կազմը ձևավորելու համար եւ հիմա այժմ ձեր հաստատմանն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարին կից սոցիալական եւ առողջապահական հարցերի խորհրդակցական մարմնի կազմը ձեր հաստատմանն է ներկայացվում Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 34-րդ կետով 35-րդ հոդվածի առաջին մասի 14-րդ կետով
հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավականու հաստատման է ներկայացվում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարին կից սոցիալական եւ առողջապահական հարցերի խորհրդակցական մարմնի անդամների թեկնածությունը հետեւյալ կազմով Շաբոյան Երեմ ավականու անդամ Դավիթ Համբարձումյան դաշինք Օհանջայան Ելիզավետա ավականու անդամ Դավիթ Համբարձումյան դաշինք Երանոսյան Գեղանուշ ավականու անդամ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սահակյան Նվարդ համայնքի ղեկավարի օգնական Պետրոսյան Մարինե համայնքի բնակիչ ինքնառաջադրմամբ Հակոբյան Ստելլա համայնքի բնակիչ ինքնառաջադրմամբ Սույն որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից Հարցեր խնդրում եմ միացնեք հա միկրոֆոնը Կուզենայի իմանալ Պետրոսյան Մարինեն եւ Հակոբյան Ստելլան ինքնառաջադրմամբ աշխատակիցներ են, ուրեմն հայտարարությունից հետո չեն եղել դիմումներ, առաջադրվող անձինք չեն եղել, մեր աշխատակիցներից եղել են ինքնառաջադրվող անձինք Պետրոսյան Մարին եւ Հակոբյան ուղղակի որ կարդացի համայնքի բնակիչներ, որպես համայնքի բնակիչ են հանդես գալիս։ Հա, համայնքի բնակիչ են, բան չունեմ ասելու։ Ես ինքս հանձնաժողովին նիստին մեր երբ որ քննարկում ենք, ասել եմ ու ցավով եմ ասում, որ որովհետեւ բնակիչ չարձագանքեց միանալու այս կամավոր խմբին, որպեսզի կարողանան քննարկել։ Հետևաբար այս մարդիկ դիմել են նաև մեկը մեր Դեպության բաժնի աշխատակից է, մյուսը զարգացման բաժնի աշխատակից է, որպես բնակիչ են հանդես եկել, բայց նաև լավ է, որովհետև սոցիալական աջակցությունների հետ նաև քննարկվելու է կրթական եւ այլ հարցեր, հետևաբար կարող են լինել եւ իմ որոշմամբ եւ ինքնաչադրմամբ իրենք որոշեցին, որ ինքնաչադրվեն որպես բնակիչներ, որ ավելի անկախ լինեն երևի ինձանից, չգիտեմ, բայց չեն կարող։ Շնորհակալություն։ Եվ լրացնեմ հանձնաժողովի կազմը, հանձնաժողովը նախագահում ըստ կարգի համաձայն համայնքի ղեկավարը եւ կլինի քարտուղար, որը չի հանդիսանում մարմնի կազմում չեն հանդես գալիս, իրանք հանձնաժողովի որպես նախագահ եւ քարտուղար են հանդես գալիս։ Այլ հարցեր Եթե չունենք քվեարկություն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարին կից սոցիալական եւ առողջապահական հարցերի խորհրդակցական մարմնի կազմը հաստատելու մասին ովքեր են կողմ Գեղանուշ ջան դեմ ես քեզ բոլորը կողմ դեմ ձեռնպատ չունենք որոշումն ընդունված է իրականում կազմին մեծ աշխատանք է սպասում երևի շաբաթը 1-2 անգամ քննարկումը արվելու շնորհակալություն Տիկին Սահակյան զեկուցելու համար Օրակարգի վերջին հարց Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավականում հերթական նիստի օրը որոշելու մասին։ Ինչ օր է սեպտեմբերի 10-ը։ Հարգարժան համայնքի ղեկավար, հարգելի ավականներ, վերջապես մոտենում է արդեն ձեր արձակուրդները, դուք կգտնվեք այսուհետ արձակուրդի մեջ։ Հետևաբար տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի համաձայն մեր մյուս հերթական ավականու նիստը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 10-ին, օրը 5-շաբթի է, ժամը 14:00-ին։ Օրենքը սահմանում է, որ պետք է լինի սեպտեմբերի 2-րդ երեքշաբթիից հետո։ Երկրորդ երեքշաբթին ամսի 8-ն է, հետևաբար ամսի 10 մենք ներկայացրել ենք, եթե դուք համաձայն եք, խնդրեմ, եթե փոփոխության կարիք կա, ասեք իմանանք։ Ավելի լավ է մի քիչ Տիկին Էլիզավետային ոնց որ հարմար չի տղայի ծնունդն է, փոխենք ուրբաթ 11-ին։ Հարմար է բոլորիդ։ Հետևաբար քվեարկություն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավականու հերթական նիստի օրը որոշելու մասին, այն է 2026 թվականի սեպտեմբերի 11-ին ժամը 14:00 սեպտեմբերը ուսուցիչները քվեարկություն ժողովուրդ։ Բոլորը կողմ դեմ ձեռնպատ չունենք, շնորհակալություն որոշումն ընդունված է, ավականու օրակարգի հարցերը սպառված են։ Ես մեկ բան խնդրեմ եւ տեղեկացնեմ, որ չնայած սա հերթական նիստի օր որոշեցինք, բայց մենք մինչեւ սեպտեմբերի 11-ը կունենանք արտահերթ նիստեր, որպեսզի կարողանանք բնականոն գործունեությունը ապահովել համայնքի
եւ մեզ գրություն է եկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից, որի մասին ծանուցվել է գրեթե բոլոր ավականները ծանուցվել են, գրեթե չէ, բոլոր ավականները։ Խոսքը վերաբերվում է գլխավոր դատախազության 25 թվականի դեկտեմբերի 3-ի գրությամբ դատախազության մասին օրենքով սահմանված կարգով Արարատի մարզի Մասիս համայնքի ավականուն ներկայացվել է համայնքային շահերի պաշտպանության հայցի հարուցելու առաջարկություն, առաջարկելով Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի ղեկավարի կողմից 23/03/2015 թվականին Հենրիկ Արգամի Աբրամյանին տրամադրված թիվ 3.1 շինության թույլտվության իրավաչափության կապակցությամբ ողջ ամիս ժամկետում համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու դատարան, իսկ հայց չհարուցելու դեպքում հայտնել հայ գլխավոր դատախազությանը, ինչին ի պատասխան մենք 2025 թվականի թիվ 119 գրությամբ հայտնել ենք, որ համայնքի ավականին ստացել է նշված առաջարկությունը, սակայն ավականու որևէ անդամ չի պահանջել տեղեկատվություն վերև նշված գործով հացադիմում ներկայացնելու համար։ Ուստի վերոնշյալի հաշվառմամբ խնդրում եմ սեղ ժամկետում հայտնել, արդյոք Մասիս համայնքի ավականին կայացրել է որոշում Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի ղեկավարի կողմից 23/03/2015 թվականին Հենրիկ Արգամի Աբրահամյանին տրամադրված թիվ 3.1 շինարարության թույլտվության իրավաչափության կապակցությամբ իրավասու դատարան համայնքային շահերի պաշտպանության հայց ներկայացնելու վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է հետևյալին, որ յուրաքանչյուր ավականու անդամ կարող է առանձին հայց ներկայացնել դատարան 2015 թվականին տրամադրված շինթույլտվության դեմ եւ դա ներկայացվի որպես համայնքային շահերի պաշտպանություն։ Եթե որևիցե մեկը չի ներկայացնում, գլխավոր դատախազությունը ինքը արդեն նախաձեռնություն համայնքի ավականու կողմից չլինելու դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը իրավունք է ունենում արդեն ինքը հարուցելու հայց։ Հիմա կա ավականի, որ կցանկանա հայցադիմումով հանդես գալ Հենրիկ Արգամի Աբրահամյանին տրամադրված թիվ 3.1 շինարարության վերաբերյալ։ Եթե կա, խնդրում եմ ասեք, եթե չկա, արձանագրենք, որ չունենք նման ավականի, թող գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանությամբ զբաղվի։ Ունենք, հետևաբար համարենք ծանուցված եւ ունենանք որոշում, որ չունենք նման առաջարկ։ Շնորհակալություն։ Պարոն Հակոբյան, Արգավանդ բնակավայրում հիմա փողոցի ասֆալտապատման աշխատանքներ են կատարում, կոնկրետ այդ փողոցը անվանում չունի, ես հստակ տեղը որ բացատրեմ, դուք կիմանաք Արգավանդի համայնքապետարանից դեպի կենտրոնական 3-րդ փողոց ու մինչև 4-րդ փողոց հասնող այդ հատվածն է ավելի կոնկրետ գազալցակայանին այդպես զուգահեռ։ Հիմա այնտեղ շիբինապատման այդ աշխատանքները կատարվում են, բայց ասֆալտապատումը գալիս է հասնում է մի հատ փոքր հատված, որ կենտրոնական 3-րդ փողոցը եւ 4-րդ փողոցը զուգահեռ մի փոքրիկ տարածք է, որը դուրս է մնում այդ շատ փոքր է, ես քառակուսին չեմ կարող ասեմ, ես կարող եմ ճշտել ու ասել շատ չեմ սխալվում դրա մասով վարչական ղեկավարը ներկայացել է ես որտեվ իրան ասել եմ Արթուրին ընդամենը մի բնակչի տան մոտ է ասենք զուտ խնդիրը նրանումն է որ եթե 3-րդ եւ 4-րդ այդ փողոցները ասենք այդ հատվածը եթե չմիավորվի բնականաբար մեր արած ասֆալտապատումը ճիշտ չի լինելու առաջին հերթին ու ասենք թերիա լինելու աշխատանքը ու նաև տգեղա լինելու նաև հետագայում մի տեսակ հա սա մի հատ ուրիշ հարց ունեմ ծանոթ է այս էլի համայնքի հետ կապված ուրեմն Մարինե Պողոսյանը ձեզ բազմիցս դիմել է ինքը ռոռոկման այդ համակարգի հետ կապված անընդհատ Մասի համայնքապետարան, Արարատի մարզպետարան, ինչպես նաև վարչապետի աշխատակազմ է գրել եւ խնդրու առարկան հիմնականում սա է ռոռոկման համակարգի հետ է կապված, դուք լավ տեղյակ եք այդ խնդրի հետ, նույնիսկ գիտեմ, որ համայնքապետարանից մասնակի մաքրման աշխատանքներ կատարվում են, բայց այս պահին
խնդիրը նրանումն է, որ այդ մասնակի կատարված աշխատանքները որոշ չափով թերի են ու ասենք վերջնական արդյունքը չի լինում, էլի։ Զուտ խնդիրը նա է, որպեսզի հարցը ունենա վերջնական լուծում եւ եթե հնարավոր է մենք այս հարցը ընդգրկենք սուբվենցիոն ծրագրի մեջ, որովհետեւ այդ ռոռոկման համակարգը ինքը շատ հերվից է գալիս, շենքերի, տների արանքներով, ոլորապտույտ ճանապարհներով ու շատ բնակիչների վնաս է տալիս։ Եթե մենակ այս մեկն է բողոքում, անկեղծ ասեմ, շատ բնակիչներ կան, որոնք, ասենք, չեն բարձրաձայնում։ Ես գիտեմ, որ ունեք ձեր ձեռքի տակ, որովհետև հա, ունեք, հա։ Ուղղակի խնդիրը նրանումն է, որ այստեղ դիմումի մեջ դուք պատասխանել եք, որ մարդը ջերմոց ունի, ինքը առասարակ ջերմոցային տնտեսություն չունի, այստեղ ասում է, որ ջերմոցի պատը, չգիտեմ ինչ, բնակելի տներ, ռոռոկման առով, որը շարունակում է, միանում է ավտոճանապարհին, շարունակում է մյուս ջերմոցային տնտեսությունները, կոնկրետ ինքն էլ ջերմոց չունի եւ այդ ռոռոկման առուն իսկապես շատ խնդրահարույց է։ Այնտեղ մեկը մի քիչ բարձրացրել է, ջուրը ուռչում է ու ասեմ ձեզ, որ շնորհակալ եմ հարցի համար, իրականում sense խնդիրի մանրակրկիտ չեմ կարող հիշել, բայց տարիներ շարունակ կնոջ անունը ծանոթ էր, տարիներ շարունակ բողոքել է, իրականում այդ խնդիրը լուծելու համար բախվում ենք մի խնդրի, որ սեփականության իրավունք էր գրանցված այդ արվի մի հատվածում, որը հնարավոր եւ այդտեղ ունենք նման խնդիր եւ Խաշփարում ունենք նման խնդիր, որ տարիներ առաջ արվի սպասարկման թե արվի վրա Պարիս կամ ջերմոցի պատ է կառուցվել, որը հնարավորություն չի տալիս։ Ես ձեզ խոստանում եմ եւս մենք մի 100 անգամ գրել է եւ մեզ եւ մարզպետարան եւ կառավարություն, կարծեմ բողոքը գալիս է շատ ավելի վաղուց, քան իմի կողմից։ Հա, գիտեմ։ Ես լրացուցիչ նորից կհանձնարարեմ մեր կոմունալ բաժնին տեղում ուսումնասիրություն անելու եւ ձեզ գրավոր կպատասխանեմ դրա վերաբերյալ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, լսում եմ ձեզ։ Ես կուզեի իմանալ Մարմարաշենի խոստացված կամ հողերից ստացված այդ գումարները վաճառքից, որ ասֆալտապատման աշխատանքներ պետք է կատարվեն, երբ են սկսելու այդ։ Պարոն Հարությունյան, ասֆալտապատման աշխատանքները սկսենք, այս պահին նախագծման փուլում են։ Երևի թե 1-20 օրից կամ 1 ամսից արդեն կունենանք վերջնական պատկեր, ասֆալտապատում կսկսենք շուտով Մարմարաշենում սուբվենցիոն ծրագրերով, որը բավական մեծ է նաև էլի աշխատանքները, իսկ մնացած բոլոր մասերը բացառությամբ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում 2-3 կիլոմետրի, որտեղ ունենք խմելու ջրագծերի մեծ խնդիր եւ տեխնիկական պայման չեն տալիս ասֆալտապատման, մնացած բոլոր թաղամասերը այս պահին նախագծման փուլում են եւ երևի թե հաջորդ ավականին սեպտեմբերը շատ ուշ եմ ասում, հաջորդ արտահերտ ավականուն լավ նորությամբ ձեզ կհանդես կգրկվի։ Շատ լավ։ Մի հարց էլ էլի։ Նորամարկ բնակավայրում ջրեր այնքան են բարձրացել, որ հետ են գալի լցվում են նույնիսկ այն ժամանակ, երբ որ ձկնաբուծական հողերից ջուրը բաց էին թողում, հիմա ընդհակառակ մարդիկ հեկտարներով ձմերուկ են մշակում, այդ ջրերը հետ են գալիս, լցվում են այդ հողերը ու շատ վատ վիճակում է։ Հիմա մենք դիմել ենք այդ ջրային տնտեսություն, կանալների այդ ոնց է կոչվում, մելորացիային։ Ու տենց մնում է, ես Արման ջան, այն ժողովուրդը հավաքվել էին, հիմա դաշտերն արդեն ջուր լցվում, ոչ թե այնքան է բարձր, այսինքն կանալների ջուրը հողերից բարձր է այս պահին։ Այդքան ոչ միայն նորամարգում է այդ խնդիրը, այլ նաև նորամարգում ահավոր վիճակը արդեն բնակավայրում անգամ կան գործներ են լսվում։ Ռաշպարում էլ կա, հա։ Ես երեք Արադի մարզպետի հետ այդ խնդրի հետ կապված հեռախոսազրույց եմ ունեցել եւ փորձում ենք համայնք կառավարություն, համայնք մարզպետարան ինչ-որ համագործակցությամբ որոշակի խնդիրներին լուծում տանք։ Ինձ մարզպետը տեղեկացրեց, որ այդ խնդիրը մի 4-500 միլիոն դրամից ավել խնդիր է, այլ չգիտենք կլուծվի թե չէ, բայց ամեն դեպքում համատեղ աշխատանք ենք իրար։ Ամեն տարի եղել է, այս տարի ավելի շատ է։ Չէ, այս տարի չափից շատ է։ Երեկվանից մելորացիան սկսել է մաքրման աշխատանքներ, չեմ կարող ասել այս պահին որ բնակավայրում է մաքրում, որովհետև
անդադար կապի մեջ ենք մենք լինում այդ խնդիրը հնարավորինս շուտ դեմնարնելու համար։ Դեռ ջրի կառավարման հետ կապված խնդիր ունենք։ Ես հիմա փորձեմ մի հատ հասկանալ, որ մասում էր մելիորացիան մաքրումներ անում, ձեզ ասեմ։ Մի 10-15 սանտիմ էլ այսօր է բարձրացա։ Որոշակի տեղեր հրատապության կարգով Պարոն Հարությունյան, ցենց պատասխանեմ, խնդրին տեղյակենք, պետական կառավարման մարմինների հետ համատեղ փորձում ենք ինչ-որ հարցին լուծում տանք, որ ասեմ համայնքը իր սեփական ուժերով կարող է այդ հարցին Չէ, համայնքը չի լինի։ բնական աղետը հաստատ չեն կարող, բնակիչները օրական հարյուրավոր զանգեր են անում ու նորամարգից ավելի վատ վիճակ այս պահին Ռանշպարում։ Նաև վտանգ ունեինք Սիսում, նաև վտանգ ունեինք անգամ այս անգամ Գեղանիստում։ Լուծում ունեք առաջարկելու։ Չէ, այնտեղ մի հատ քանի 100 մետր, 500 մետր, այնտենց բան կա, որ քանդեն մեծ կանալ դեպի սև ջուր ինչ-որ այդտեղ հատված կա։ Բոլորն ուրացա չի կարող։ Անդադ քննարկում են այդ հարցը, ու այդտենց անդադ մնում է, բայց մի ինչ-որ հնարավորություն կա այդ կանալների ջրերը բաց թողեն մյուս կանալ։ Ճիշտ է, ուռում է, սև ջուր ուռում է, բայց մի օր ուռում է, հավասարվում է արդեն հողի, երկրորդ օրը ինքը նստում է, բայց այդ ջրերը ընդհանրապես չեն նստում։ Արտակարգ իրավիճակների պատասխանատուները գրեթե ամեն օր այնտեղ են, եւ նրանց ասված է, որ եթե մենք կարող ենք ձեզ լրացուցիչ տեխնիկայով կամ աշխատուժով օգնենք, մենք պատրաստական ենք։ Այնտեղ մեկ խնդիր կար, անունը մոռացել եմ, որ կրանը պետք բավական երկար, որպեսզի կարողանային հա մնացած այդ բոլոր տարբերակները մասնագետների կողմից քննարկվել են եւ ջրի քանակը այնքան շատ է, որ լուծում չեն գնում եւ միակ լուծումը նաեւ սպասում են, որ այդ ջրերը որ բոլոր ջրերն էլ իջնեն, այդ ջուրը չի իջնում։ Ջրերի իջնելուց հետո նոր արդեն կարան քննարկեն դա։ Ես մասնագետ չեմ, ես այդ հարցը քննարկել եմ մեր այնի մասնագետների հետ եւ այդ հարցով ինձ հետ կապ է լինում մեր մարզային վարչության պետը ու հնարավորինս փորձում ենք այդ աղետի դեմը առնենք այնքանով, որքանով կարող ենք։ Շատ է։ Շնորհակալ եմ, ավականիստը համարենք ավարտված։